Ժողովրդական միջոցներ գլխամաշկի թեփի դեմ։ Եթե գլխամաշկի թեփը չի անցնում, շատերը նախ փորձում են ժողովրդական միջոցներ։ Առաջին միջոցը, որը բավականին լավն է, ալոե վերայի գելն է։ Այն ունի խոնավեցնող, հանգստացնող հատկություններ։ Մաքուր գել եք սեք գլխամաշկին, թողեք 20-30 րոպե, ապա լվացեք մեղմ շամպունով։ Երկրորդ տեսակը խնձորի քացախն է, որը հրաշալիորեն պայքարում է թեփի դեմ։ Իհարկե, այն անպայման պետք է նոսրացնել 1 մաս քացախ, 1 մաս ջուր, այսինքն հավասար։ Ստացված լուծույթը պետք է քսել գլխամաշկին 5-10 րոպե, այնուհետև լվանալ։ Սակայն այստեղ մի հետաքրքիր հանգամանք կա, որ որոշ մարդկանց մոտ այն իրոք կարող է նվազեցնել թեփը եւ քորը, բայց եթե ունեք զգայուն մաշկ, այս դեպքում կարող է գրգռում առաջացնել։ Երրորդ միջոցը կոկոսի յուղն է։ Այն նպաստում է գլխամաշկի խոնավեցմանը եւ կարող է թեթևացնել չորության հետևանքով առաջացած թեփը։ Յուղը քսեք գլխամաշկին, պահեք 30 րոպե, ապա լվացեք։ Շատ հայտնի է նաև թեյի ծառի եթերային յուղը։ Այն ունի հակասնկային հատկություններ, սակայն երբեք չի կարելի օգտագործել մաքուր վիճակում։ Պետք է մի քանի կաթիլ ավելացնել բուսայուղի կամ շամպունի մեջ եւ միայն դրանից հետո օգտագործել։ Հաջորդ հրաշալի տարբերակը երիցուկի կամ եղինջի թուրմով ողողումն է։ Այս բույսերը օգնում են հանգստացնել գլխամաշկը, նվազեցնել կրկրվածության զգացումը։ Եթե օգտագործում եք եղինջ, ապա կարող եք նախապատվությունը տալ եղինջի սերմերին։ Սա շատ ավելի օգտակար է, քան տերևները։ Բաժանորդագրվեք մեր ալիքին հաջորդ տեսանյութերը բաց չթողնելու համար։